Սենյակում տեսնում ենք Պենզյանի Բեխշտեյն ֆիրմայի դաշնամուրը, այն Յալթայի տանն է գտնվել կոմպոզիտորի, 1916 թվականներին տեղափոխվել է կոմպոզիտորի Սուդակի ամառանոց և հետո տեղափոխվել է Երևան։ Պենզյանի Յալթայի տունը շատ հյուրընկալ տուն է եղել, այն դառել է մշակույթի կենտրոն, հավաքվել են Յալթայում գտնվող մշակույթի գործիչներ, ինչպիսին էին Տոլստոյը, Չեխովը, Արենսկին, Գլազունովը, Ռախմանինովը, Շալյապինը, և այդ երեկոները կոմպոզիտորի անունով կոչվում էին սպենզիարիումներ։ Սպենզիարյանը իր հյուրերին կակաո էր հյուրասիրում և այդ կակաոն ինքն էր պատրաստում։ Այստեղ տեսնում ենք Սպենզյանի ջութակներից մեկը, սա գործարանային գործիք է Յակոբ Շտայներ պիտակով, սրահի արդիականացումից հետո հնարավորություն ունենք լսել ջութակի իրական հնչողությունը ականջակալերով, հնչում է կոմպոզիտորի վալս ստեղծագործությունը Կարեն Շահկալցյանի կատարմամբ։ 1905 թվականին Սպենզիարյանը հատուկ իր 3 արմավենի սիմֆոնիկ պատկերի համար ստեղծում է այս յուրահատուկ գործիքը, որը երբ իր ուսուցիչը տեսավ, կատակով անվանեց Սպենզիարաֆոն, այդպես էլ անունը մնաց գործիքի վրա։ Իր կաշվե գոտին տալիս է վարպետին և խնդրում է վրան բրոնզե զանգակներ ավելացնի, որպեսզի այս գործիքի միջոցով նկարագրի ուղտերի երթը անապատով։ Նաև հպեկրանի մեջ ունենք իրական գործիքի հնչողությունը, որը այցելուն ևս կարող է մոտենալ և լսել։ Տեսնում ենք Ալմաստ օպերայի բեմական հաղթարշավը։ Տարբեր տարիների բեմադրության ազդագրերն են՝ մոսկովյան բեմադրության, հայաստանյան առաջին բեմադրության։ Իդեպ նշեմ, որ կոմպոզիտորի կյանքի ուղին և ստեղծագործական ուղին սրահները վերջերս են արդիականացվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Քվադրում ճարտարապետական արվեստանոցի օգնությամբ, ինչը թանգարանը ավելի գրավիչ է դարձրել այցելուների համար։